Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 28-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական, ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք հայաստանյան մի իրադարձությունից, երեկ ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը թմբուկ է զարկում, քննարկվեց լայնորեն, իմաստունից չտեսա դրան անդրադառնան, դե ասի լավ, դե պարապ մարդա մի բանով զբաղվում ա, մի դան ինչ անդրադառնանք։ Ինչ ասեց, որ չքննարկեցին, որ մեկը լավ ա, մեկը վատ ա, մեկը ինչ ուրիշներն անում են, ասի լավ, ոչինչ, մի բայց երբ որ այսօր պաշտոնական պարզաբանում է ստանում, դե սովորաբար պաշտոնական պարզաբանումներին եմ անդրադառնում։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան ինչ է պարզաբանում։ Վարչապետը թմբուկը նվեր էր ստացել, մի քանի ամիս պարապել էր։ Պատկերացնում եք։ Այսինքն եթե որևէ մի պաշտոնյա ժամանակին ինչ որ մի երաժշտական գործիքի տիրապետել է, դառնալով պաշտոնյա, նա այդ գործիքի վրա կատարում է ինչ որ ստեղծագործություն, ցույց տալով, որ ինքը այս շնորհքով մտել է քաղաքականություն։ Նորմալ է։ Բայց որ դու լինես վարչապետ, այն այսքան պրոբլեմատիկ երկրում, այն էլ աշխարհաքաղաքական այսպիսի լարված իրավիճակում, այն էլ այս բարդ տարածաշրջանում ամիսներ տրամադրես, որ թխթխկացնես, դուք պատկերացնում եք ինչ օրենք ընկե։ Ես մտածում եմ թու ում ենք մի կտոր հաստվել առաջներս եկավ։ Բա որ հանկարծ ջութակ նվիրեին։ Էդ էլ հոտես թխթխկացնել սովորացնել չի լինի։ Պետք է 7 տարի սոլֆեջո սովորեր։ Լուրջ։ Էս է սրանց պատկերացումը, որ ինչ կա դրա մեջ։ Ասենք թմբուկ խփել, չգիտեր, թմբուկ նվիրեցին, ինքն էլ մի քանի ամիս պարապեց, հիմա էլ խփում է։ Չէ, ժողովուրդ ջան, որպեսզի այդ մի քանի ամիսը անիմաստ չծախսի, իրան ասեք թող նվիրեն վուվուզելա, որովհետև դրա համար իրան ամիսներ պետք չի պարապել։ Ինքը հենա կարա վերցնի ու փչի այդ փչան Թոդորոսը, եւ դրա համար իզուր մի քանի ամիս չի կորցնի։ Չնայած որ չկորցնի ինչով է զբաղվելու։ Հիմա դուք տեսեք աշխարհում ինչա կատարվում եւ մենք ինչ ենք քննարկում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է. Ռուսաստանը չի տեսնում կառուցողական բանակցությունների պատրաստակամություն Վոլոդիմիր Զելենսկու ռեժիմի եւ նրա եվրոպացի առաջնորդների միջև։ Կիևի ռեժիմն ահաբեկում է խաղաղ բնակիչներին եւ դիվերսիաներ է իրականացնում մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, հավելել է Լավրովը։ Դուք պատկերացնում եք, այսինքն ինքը հարձակվել է Վլադիմիր Պուտինը դեռ կանգնել է հարձակման ժամանակ ասել է, որ մենք սկսել ենք հատուկ ռազմական գործողություն, հիմնավորել են, որ իրանք գնալու են իշխանությունը փոխեն, մի քանի տեղից հարձակվելով ցույց են տվել, որ իրանք ցանկանում էին ամբողջ Ուկրաինան օկուպացնել, ոչ թե միայն Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիան, Խերսոնը, որը մենք տեսնում ենք, որ հիմա ինչի համար են պայքարում, եթե դուք դա էիք ուզում, ամբողջ ուժերը կենտրոնացնեիք այդ մի գծի վրա, դուք պատկերացնում եք Ուկրաինան հարձակման պատրաստ չէր, դուք ուղղակի կենտրոնանայիք դրա վրա կամ թիկունքից մտնեիք, կտրեիք եւ որպեսի որևէ պաշտպանություն չկարողանային ապահովեին այդ 4 մարզերի համար։ Այդ կհասկանայինք, որ դուք դա եք ձեր առաջ դրել, բայց դուք ձեր առաջ դա չէիք դրել, Կիև էիք հասել, բան չի համար էիք հասել Կիև։ Կիև հասնելու համար ուզում եք Դոնբասը վերցնեիք, որ միջի հիմա չեք կարողանում Դոնբասը 4 տարի հետո ամբողջական տարածքը վերցնեք մարզի։ Այդ ինչ ռազմավարական ծրագիր էր։ Այդ ով էր դա մշակել։ Ակնհայտ է, որ դուք ուզում եք պետությունը վերցնեիք։ Հիմա դուք ուզում եք ուրիշի պետությունը վերցնեք, բանկի կողմից ճանաչված։ Եվ մեկ էլ նեղանում եք, որ ասма պատասխան հարված են հասցնում։ Անհրաժեշտ ինքնապաշտպանությունը դա էլ արդեն չի գործում։ Գիտեք վատը որն է, որ ասենք ինձ նաև հետևորդներից մեկը երեք գրել էր, որ ինչու եմ ատում Ռուսաստանը, այն էլ էս ծանր վիճակում էլի իրանց։ Ժողովուրդ ջան, դուք խորը թյուրիմացության մեջ եք։ Ռուսաստանը ատում եք դուք, որ դուք սատարում եք Վլադիմիր Պուտինին։ Մարդասպան ահաբեկիչին դուք սատարելով ամենամեծ վտանգը Ռուսաստանի համար Պուտինն է։
Այն մարդիկ, ովքեր ներկայացնում են իրավիճակ, որ սա է կատարվում այդ երկրում, նրանք ոչ մեկին չեն ատում։ Ընդհանրապես ատելը ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքագիտական կատեգորիա է։ Մենք խոսում ենք հիմնավորումներից։ Ինչի մասին է խոսքը։ Դուք սիրում եք Ռուսաստանը եւ գտնում եք, որ ճիշտ է ներքաշվել պատերազմի մեջ։ Ինչ խնդիր էր դրել ինքը իր առաջ, որ հիմա դուք սիրելով Ռուսաստանը այդ խնդիրը կատարում, հա։ Լավ, համարենք իրանց խնդիրը։ Ուկրաինան օկուպացված է ամբողջությամբ, հա։ Ուկրաինան զինաթափված է, ՆԱՏՕ-ն հեռացել է Ռուսաստանից, թե Ուկրաինան հիմա ունի Եվրոպայի ամենահզոր ու մարտունակ բանակը։ Ռազմական արդյունաբերության են մակարդակին է հասել ու ռազմի դաշտում փորձարկում, որ արդեն արևմտյան երկրները իրանք են գալիս, ասում են, բերքու մոտ արտադրություն դնենք, քեզանից սովորենք, տանենք մեր մոտ օգտագործենք։ ՆԱՏՕ-ն ինչ եղավ։ Չընդլայնվեց։ Մենակ 1100 կիլոմետր տարածք ընդլայնեց Ֆինլանդիայի հարցում։ Այն դեպքում, երբ որ Ֆինլանդիան տարածք է իրանից վերցրել, նա այնուամենայնիվ չի մոռացել, որ դա պետք է հետ վերցնի։ Այսինքն Ֆինլանդիան, երբ որ ՆԱՏՕ-ի անդամ է դառնում, դա քեզ համար ավելի վտանգավոր էր, որտեղ Ուկրաինան քեզ տարածքային պահանջ չէր ներկայացնում։ Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, եթե ցամաքային տարածք չունի, ով որ քարտեզին նայ, լավ հասկանում է, որ լավ էլ ծովային հարևան է։ Բալթիկ ծովի մյուս ափն է Ստոկգոլմը Սանկտ Պետերբուրգի համեմատ։ Դուք հասկանում եք Բալթիկ ծովը ՆԱՏՕ-ի ձեռնացնելը ինչ է նշանակում Ռուսաստանի համար։ Էս է ձեր արածը։ Թուրքիային մտցնել հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի անդամ։ Այդ հարցն էի գնուցում։ Ինչ հարց լուծեցիք 100 տարով թշնամի դառնալով Ուկրաինայի հետ։ Որ հիմա էլ մտածում եք այսքան տարածքը վերցնենք, էլ ընդեղ ինչ պետություն է մնացել, որ տակը մթան բանա մնացել, իրանք ինչ են անելու, որ չէ, տակը որ բան մնացած չլեր, դες լացուկոսները չէիք դնի, որ ընդեղի անվտանգությունը արևմտյան կառույցները ապահովեն։ Տակը մնացել է մոտարապես առանց անդրծովյան տարածքների համարյա մի հատ Ֆրանսիա, 1.5 Գերմանիա, 2.5 Մեծ Բրիտանիա, այդքան Ուկրաինա է մնում տակը։ Ու 100 տարով թշնամի Ռուսաստանի դեմ։ Դուք եք սիրում Ռուսաստանը։ Որ էսա լավ գոնե Ռուսաստանում ապրող հայերը հասկացան, վախենում են, որ կարող է կալանավորեն, էդ էլ ենք հասկանում։ Բա Հայաստանում ապրողը ոնց է տենց մտածում։ Սերգեյ Լավրով Եվրոպացի քաղաքական գործիչների ամբիցիաները բառացիորեն կուրացնում են նրանք ոչ միայն չեն հոգում ուկրաինացիների մասին, այլև կարծես հոգ են տանում իրենց սեփական բնակչության մասին, ինչպես այլ կերպ բացատրել Եվրոպայում շարունակվող խոսակցություններն Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու մասին, կամավորների կոալիցիայի տեսքով։ Մենք արդեն 100 անգամ հայտարարել ենք, որ նման դեպքում նրանք կդառնան մեր զինված ուժերի օրինական թիրախ։ Եթե 100 անգամ Սերգեյ Լավրովն ասել է, ոչինչ ստիպված ես էլ 101-րդ անգամ կպատասխանեմ, գուցե մարդկանց դատարկ գլուխը մտնի, կամ գուցե այն մարդիկ, ովքեր հետները շփվում են, կարողանան դա բացատրել։ Երբ է ցանկանում կամավորների կոալիցիան կոնտինգենտ տեղակայել Ուկրաինայում։ Երբևիցե իրանք ասել են, որ պատերազմի ժամանակ մենք պատրաստվում ենք Ուկրաինա զորք մտցնել, ոչ իհարկե, բայց երբ պատերազմն ավարտվելուց հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո Եվրոպայի համաձայնությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, երբ որ կլինի խաղաղություն եւ դրան կլինի միջազգային երաշխիքներ, այս գիծը որ քաշվեց եւ ասեցին այս գծում կանգնում ենք, առաջ չենք գնում, ստեղծում ենք անվտանգության գոտի, հետա քաշվում Ռուսաստանը մի քիչ, ինչ որ պայմանավորվածության չափով, հետա քաշվում Ուկրաինան մի քիչ, այդ բուֆերային գոտին ստեղծում են եւ այդ պարագայում Ուկրաինայի տարածքում գալիս է արևմտյան ռազմական կոնտինգենտ, որպեսի երաշխավորի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։ Ինչու են նրանք դառնում Ռուսաստանի համար թիրախ։ Եթե արդեն տիրում է խաղաղություն, քանի խաղաղություն չկա, նրանք չեն գալու։ Նրանք գալու են այն ժամանակ, երբ որ խաղաղություն լինի։
Իսկ եթե խաղաղություն է Ռուսաստան, երաշխիքները տրված են, ինչու ես դու ցանկանում այդ կոնտինգենտին հարվածես, որ նրանք Ուկրաինայի մնացած տարածքը չպաշտպանեն, եթե դու չես պատրաստվում մի քիչ հանգստից հետո նորից հարձակվել Ուկրաինայի վրա, եւ այդ մարդիկ քեզ խանգարում են։ Բարդ է այդքան հասկանալ։ 100 անգամ նույն բանն չի ես կրկնում, եթե մարդիկ հրաշալի հասկանում են քո ասածը եւ հրաշալի բացատրում են։ Եթե արդեն խաղաղություն է, քեզ ինչ է խանգարում Ուկրաինայի տարածքում այդ կոնտինգենտը կլինի, թե չի լինի։ Եթե նա ընդամենը խաղաղության երաշխավորն է, նա չի հարձակվելու քո վրա։ Եթե նրանք ցանկություն ունենային քո վրա հարձակվելու, նրանք հիմա էլ կհարձակվեն, բայց հիմա ինչի չեն հարձակվում, որովհետև չեն ցանկանում քեզ հետ պատերազմի մեջ ներքաշվել։ Եթե չեն ցանկանում ներքաշվել այսօր, ինչու պետք է ցանկանան ներքաշվել վաղը, երբ որ խաղաղություն է տիրելու։ Դա նշանակում է ով է դժգոհում, այն երկիրը, որը ցանկանում է խաղաղությունը նորից խախտել եւ հարձակվել Ուկրաինայի վրա, ինչ կա չհասկանալու։ Բարդ է այդքան։ Բայց դրամ էլ 100 անգամ կրկնում ես։ Չհիմնավորված բան ուտես 1000 անգամ կրկնի, ով պետք է դա լուրջ ընդունի։ Իսկ հիմա նաեւ Ռուսաստանը Ամերիկային բանը բացատրում, լավ է անում, որտեղ Ամերիկայի նախագահային տեղն է, որ այսօր իր առաջ այս խնդիրներ են դնում։ Սերգեյ Լավրով Ռուսաստանը կաջակցի Չինաստանին Թայվանի շուրջ լարվածության սրման դեպքում։ Թայվանի նեղուցում լարվածության հնարավոր սրման վերաբերյալ նման իրավիճակներում գործողությունների ընթացակարգն ուրվագծված է Չինաստանի հետ 2001 թվականի հուլիսի 16-ի բարիդարացիության, բարեկամության եւ համագործակցության մասին պայմանագրում, որը հիմնարար նշանակություն ունի երկկողմ հարաբերությունների համար։ Այս փաստաթղթում ամրագրված է հիմնարար սկզբունքներից մեկը՝ փոխադարձ աջակցությունն է ազգային միասնության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում, ընդգծել է Լավրովը, քանի որ բոլորը ասում են, որ մեկ Չինաստան կոնցեպտին կողմ են, այո, Թայվանը դա ինքնուրույն պետություն չի, Չինաստանի մաս է, ուղղակի վիճելի տարածք է, չեն կարողանում այդ հարցը վերջնականապես լուծել, բայց այդ պարագայում Ամերիկան հանդես է գալիս որպես Թայվանի անվտանգության երաշխավոր, զինում է Թայվանին, Չինաստանին ասում է, որ Տրամպն ասում է գոնե մինչև իմ պաշտոնավարման ավարտը մի հարձակվի, հետո արդեն իրանք են ներկայացնում զեկույց պատերազմի նախարարությունը, որ Թայվանի վրա հարձակվելու ծրագրերը մշակում Չինաստանը, որ հասցնի մինչև 2027 թվական հարձակվի։ Այսինքն ներկայացնում էր այնուամենայնիվ Չինաստանը ունի այդ մտադրությունը, եւ հիմա այդ պարագայում մինչև Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում է Չինաստանին բացատրի, որ Թայվանին մի կպի, Ռուսաստանն ասում է, եթե Չինաստանը հարձակվի, ես մտնում եմ պատերազմի մեջ, ես պաշտպանելու եմ Չինաստանի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն այն Ռուսաստանը, որ Հյուսիսային Կորեային խնդրում է, ասում է արկեշ տուր, որ կռվեմ, հիմա էլ Կորեան չի հասցնում, պահեստները միջուներ տվելա, ինչ էլ նոր արտադրումը չի կարող բոլորը տա, բա ինքը ինչ անի, եթե ներկայացվի պատերազմի մեջ։ Եվ այս պարագայում Հյուսիսային Կորեայից զինվոր խնդրող Ռուսաստանը Չինաստանին ասում է, որ ես տեր եմ քո տարածքային ամբողջականության համար համաձայն պարտավորվածության կմտնեմ եւ կպաշտպանեմ դա։ Մենք լավ ենք հասկանում, որ Ռուսաստանը այսօր այդ կշիռը չունի, բայց դա ինչի համար է ասում, ներողություն։ Դա ասում է մի բանի համար, որտեվ ինքը Չինաստանից մեծ կախվածություն ունի, դա ասում է մի բանի համար, որ Չինաստան դե դու ինձ օգնի։ Ես պատրաստ եմ Թայվանի համար քեզ օգնել, դու էլ օգնի, որ կռվեմ Ուկրաինայի դեմ։ Ընդամենը սա։ Իսկ քանի որ Թայվանի հարցը Չինաստանի համար շատ սկզբունքային խնդիր է, Ամերիկայի համար նույնպես, այդ պարագայում Ռուսաստանը ցանկանում է ժեստանի Չինաստանին։ Բայց Թայվանը այսօր Չինաստանը Թայվանի հարցը
առաջ քաշելով նաև Ամերիկայի հետ բանակցությունների հարցում, որ դա իմն է էստի վերցնեմ, այդ պարագայում լավ է Ռուսաստանից տարածքները վերցնումը ու նրանք ովքեր գտնում են, որ դա այդպես չի, կառաջարկեմ, որ իրանք գնան այդ տարածքները նայեն։ Սկսած անտառները թե ինչ են անում, ոնց են բարբարոսաբար ոչնչացնում այդ տարածքները վերցնում, նայեք պայմանագրերը քանի տարով է կնքված եւ քանի 100,000 հեկտարների մասին է խոսքը արդեն գնում։ Գնացեք նայեք, տեսեք ինչ է կատարվում։ Արդեն Բալտիկ ծովից են ասում ջրերը քաշեք ինչքան կարակ, թույլ էլ չեն տալիս մարդիկ փաստաթղթերին ծանոթանան, տեղում նայեն թե ինչ քանակության մասին է խոսքը։ Վաղը կարծում եք, եթե Բալտիկ ծովի ներողություն Բայկալ լճի, սխալ եմ ասում, Բայկալ լճի մակարդակը իջնի, որևէ մեկը դա պետք է ֆիքսի, որտեվ ինչի համար իրանց ինչին է պետք դա ֆիքսեն, որ հետո ասեն բա այդքանը Չինաստանին ինչ եք տալի, այսօր ջուրը, քաղցրահամ ջուրը նավթից թանկ է, էսա ժողովուրդ ջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է. Էփշտեյնի հետ աշխատել են ոչ թե հանրապետականները, այլ դեմոկրատները։ Կոչ եմ անում Արդարադատության նախարարությանը հրապարակել Ջեֆրի Էփշտեյնի գործի վերաբերյալ փաստաթղթերը եւ նրա հետ համագործակցած դեմոկրատների անունները։ Իհարկե դեմոկրատներ, որ կան, այդ նորություն չի, այդքան փաստաթղթի մեջ երևում է, բայց դրանք վերաբերում է ինչ-որ մարդկանց մասին, այդ ինչ-որ մարդկանց հետ կապված սկանդալը չի կարող սվերքցել ամբողջ կուսակցության վրա, բայց այս կոնֆլիկտը, որի մեջ հիմա Դոնալդ Թրամփը ներպետական ներքաշվում է, մանավանդ որ ինքն էլ այնտեղ տարբեր նկարների մեջ երևում է, որոշակի փաստերով նաև իր վրա է այդ ամեն ինչը ցույց տրվում, խնդիր է առաջանալու, որ որքանով է ներպետական այս լարվածությունը բխում իր շահերից։ Թվում է, թե ինքը հասկանալով, որ կորցնում է վարկանիշը, իսկ դեմոկրատները վերջերս տեղական ընտրություններում բոլոր տեղերը հաղթում են, անգամ Նյու Յորքում են հաղթում, անգամ Մայամիում են հաղթում, որը որ շատ տարօրինակ է, 28 տարի հետո դման հաղթանակը, արդեն դրանից հետո Դոնալդ Թրամփը արդեն հասկանում է, որ պետք է անցնի հարձակման, բայց սա լավագույն ձևը չի հարձակման, մանավանդ որ ինքը այս թեմայով պակաս խոցելի չէ։ Բայց դա ցույց է տալիս, որ ինքը ուղղակի հասկանում է, որ դիրքերը կորցնում է։ Իսկ դիրքերը չկորցնելու համար մի հարց կա՝ ագրեսոր Ռուսաստանին պատժել, վերջ։ Մնացած ամեն ինչը կգա իր տեղը կգնի։ Այդ բոլոր այդ ամեն ինչը, որը որ տեղի է ունենում, տեղի անում մի պատճառով։ Եթե դու ագրեսոր Ռուսաստանի բարեկամն ես, ինչ ես ուզում Մադուրոից, ինչ ես ուզում ԻԳԻԼ-ից, հո նրանք Պուտինի շատ չեն մարդ սպանում, որևէ մեկը չի ասում ԻԳԻԼ-ում իսլամիստ ահաբեկիչները մարդասպան կամ հանցագործ չեն, կամ էլ Մադուրոն հանցագործություն չի անում, ասում են, բայց Պուտինի չափ է անում, որոշի, աշխարհում եթե սկզբունք ես ուզում բանեցնես, բանեցրու։ Իրանին դու չես կարող մեղադրես, իհարկե մենք չենք ցանկանա, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Մեր հարևան երկիրը միջուկային զենք ունենա, մանավանդ մենք ինչ գիտենք, թե դա ինչի կհանգեցնի եւ ինքը ինչ լեզվով կխոսի, հատկապես Հայաստանից մի բան դժգոհ ունի, զորք մտցնի, դե արի դրան դեից հանի։ Բայց այսօր երբ որ ասում են, որ ֆունդամենտալ իսլամական պետությունը բավոր հոգևոր առաջնորդը հրաման տա այդ զենքը օգտագործեն միջուկային, բա դեմը ոնց են կառնելու, ամեն ինչ պետք է անեն, որ իրանք միջուկային զենք չունենան, որովհետև այդ կարգի պետությանը, կրոնապետությանը չի կարելի զենք վստահել զանգվածային ոչնչացման զենք։ Իսկ հիմա որ նայում եք Ռուսաստանին, Պուտինապետություն չի։ Այսինքն որ Պուտինը այսօր ցանկանա միջուկային զենքը օգտագործել, ինքը լավ է հասկանում, ինքը չի օգտագործել, որտեղ ինքը իր անվտանգության համար դողում է ուղղակի։ Գիտեք ինչքան մարդ կասի, այո, լավ էր, թող այդ արևմուտքի հախից գա, մոլորակի հերնել անիծած։ Ովքեր դա կասեն, իհարկե այն մարդիկ, ովքեր գնում են աշխատանքի տեղավորման բյուրո, որի վրա գրած է զինկոմիսարիատ, ասում են փողը տվեք, գնանք մարդ սպանենք, եթե կմեռնենք տնեցիներին կտակ այդ փողը, այդ մարդկանց համար ինչ է մոլորակը։ Այդ մարդկանց հետ շփվող Դոնալդ Թրամփն է արդարացնում Պուտինին։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիության, Կանադայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ զրույցում քննարկել է խաղաղ կարգավորման դիվանագիտական ջանքերը և կարևորագույն առաջնահերթությունները։ Եվրամիության, Կանադայի ու ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ Զելենսկու զրույցը կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ նրա հանդիպումից առաջ։ Իհարկե հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվեց, բայց այսօր երեկոյան մեր ժամանակով կկայանա։ Զրույցին մասնակցել են Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետը Ջորջա Մելոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, մի խոսքով 10 Եվրոպայի առաջնորդներ, Մեծ Բրիտանիայից առաջի դեմքով Ստարմերը չի մասնակցել, բայց Մեծ Բրիտանիայից մասնակցություն եղել է եւ մեկ էլ եղել են կառույցի ղեկավարները Անտոնիո Կոստան, Եվրոպայի խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Այսինքն դուք տեսնում եք այն ծավալը, որ քննարկումներ են եղել, Եվրոպան ինչպես է շահագրգռված, որպեսզի Ուկրաինայի հետ կապված հարցում գոնե այն ակտիվ պետությունները միասնական դիրքորոշում հայտնեն միջազգային այդպիսի նորմալ ներկայացական բավական լուրջ կառույցների դեմքով նաև հանդես գալով։ Զրույցի ընթացքում քննարկեցինք, թե ինչպես ենք այժմ շարժվում դիվանագիտական ուղով։ Միասին քննարկեցինք կարևորագույն առաջնահերթությունները։ Ուկրաինան գնահատում է աջակցությունը։ Նախագահ Թրամփի հետ հանդիպումից հետո կշարունակենք զրույցը, գրել է Ուկրաինայի նախագահ։ Հիմա մենք տեսնենք, Դոնալդ Տրամփը երեկ ասում էր, մինչև ես չհամաձայնեմ, դա ոչինչ չի նշանակում, բայց ինքը, ինչպես տեսնում եք, շատ մեծ խնդիրներ ունի, որպեսզի դեմ գնա նաև եվրոպական կարծիքին, մանավանդ փորձի Ուկրաինայի վրա ճնշել, որը որ նաև Ամերիկայի ներսում ինքը դրա պատճառով խնդիրներ է ունենում։ Նա լավ է պատկերացնում, որ մի քանի ամիս պաշտոնավարելուց հետո ամենացածր վարկանիշ ունենալը հաստատ չի բխում իր շահերից, որ ինքը այդ ձևով կկարողանա շարունակել։ Իսկ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է Ուկրաինային լրացուցիչ 2.5 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն տրամադրելու մասին։ Քարնին նշել է, որ այս օգնությունը կօգնի Ուկրաինային բացել միջազգային արժույթի հիմնադրամից ֆինանսավորումը։ Այսինքն այդ գումարով կարողանան նա հնարավորությունն է երաշխավորել, որպեսզի կարողանան նաև միջազգային արժութային հիմնադրամից ֆինանսավորում ստանալ։ Այսինքն իրանք անում են ամեն ինչ, որ ֆինանսի պատճառով Ուկրաինան պրոբլեմ չունենա։ Իսկ դա այն Կանադան է, որին ցանկանում էր Միացյալ Նահանգները դարձնի 51-րդ նահանգ։ Դա այն Կանադան է, որ սիրահոժար անգամ իր տարածքով ավելի մեծ է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց ինքը համեստորեն սիրահոժար տեղավորվում էր փոքր եղբոր կարգավիճակի մեջ։ Բայց երբ որ Դոնալդ Տրամփը անհարգալից խոսեց, պետք է դառնանք նահանգ եւ նահանգապետ էր համարում Կանադայի վարչապետին, դեռ նախկինին Ջասթին Տրուդոին, բայց այնուամենայնիվ տեսակ այդ հակազդեցությունը, որը Կանադան ցույց տվեց։ Ինչ է այս դրանից Տրամփը։ Իր լավ բարեկամ հարևանի նկատմամբ հարաբերությունները վատացնելը դա իրանից տվեց։ Իսկ Կանադան համառորեն օգնում է Ուկրաինային։ Իսկ Կանադան համառորեն մշտապես օգնել է նաև թեւ ու թիկունքահեղեր կանգնելը Միացյալ Նահանգների կողքը նրա բոլոր պատերազմներում։ Եթե Դոնալդ Տրամփը թվարկում է այն պատերազմները, որին մասնակցել է ինքը, չի հիշի տենց պատերազմ, որ շուրգար տեսներ, Կանադան իր կողքը կանգնած չի։ Իսկ ինչպես տեսնում եք, նա չի մտածում, դե լավ, Ամերիկան ասում էր, ես եմ քո անվտանգությանը, եթե տես չկանգնեմ պրոբլեմ կունենաս, թե ՆԱՏՕ-ի անդամ Կանադան չի պետք է պրոբլեմ ունենա։ ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ Կանադան չի պետք է պրոբլեմ ունենա, ումից պետք է պրոբլեմ ունենա։ Եթե խոսում եք, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա հարձակվելու դեպքում 5-րդ կետը գործում է ՆԱՏՕ-ի կանոնադրության։ Հարձակվելով մի երկրի վրա, հարձակում ես ամբողջ կառույցի վրա։ Այդ դեպքում կառույցը համարժեք պատասխանում է։ Այդ դեպքում Կանադան ումից պետք է անհանգստանա։ Կանադայի անվտանգությունը ինչի է վտանգված։ Որ ասում ես արի ես քո անվտանգությունը պահեմ, դու մտի իմ կազմ։ Իսկ եթե քո կազմը չմտնի, ՆԱՏՕ-ի անդամ պետությունը, հիմնադիր պետությունը խնդիր պետք է ունենա։
Եվ ինչպես տեսնում եք, ինքը հետևողականորեն շարունակում է Ուկրաինային օգնել։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, դե մի բան կարդացի Լավրովից, ասի գոնե մի հատ ընդմիջում տամ նորից կարդամ։ Տեսականորեն ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ ամրագրված որոշ գաղափարներ չեն հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը, սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով։ Այսինքն այս վերջի դոկտրինի մեջ իրանց այսպես փոխփոխությունները կատարելը բխում է Ռուսաստանի շահերից, նա ողջունում է, ինչպես տեսնում եք, որ նաև մտածում էր Ռուսաստանի հետ հարաբերությունը կարգավորելու մասին, մտածում են, որ իրանք չեն փորձում իրանց գերիշխանությունը տարածեն աշխարհով մեկ, Եվրոպայի հետ կապված խնդիրներն էին վերանայում, եւ այս պարագայում դա շատ դուր է եկել Ռուսաստանին, բայց ասում ուզում են գործնական քայլեր տեսնենք։ Գործնական քայլեր չեք տեսնելու, որովհետև Տրամպը չի հասցնի այն ինչ որ ասել է Ամերիկայի դերը պակասացնելու հարցում կյանքի կոչի, որովհետև կարող է արդեն մոտենա իր պաշտոնավարման ավարտը կամ եկող տարի արդեն խնդիրներ ունենա, եթե այս ձևով շարունակի կոնգրեսի ընտրությունների եւ սենատի 1/3 ռոտացիայի պատճառով։ Սրա հետ կապված է, որ այսինքն Ռուսաստանը մեծ ցանկություն ունի, որ Ամերիկան վերանայի իր քաղաքականությունը հետ քաշվի, բայց կյանքը ցույց է տվել, որ երբ որ Ամերիկան հետ է քաշվել, դրանից աշխարհն ավելի անվտանգ չի եղել։ Եթե Լավրովը կարծում եմ իր տարիքն էլ կներեր, որ ինքը հիշի, որ երկրորդ աշխարհամարտից հետո աշխարհը այդպես էլ բաժանված էր ազդեցության գոտիների, ինչ տրամաբանությամբ էր բաժանված, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպայի արևմտյան մաս, որի վրա կար ազդեցություն Միացյալ Նահանգների, բայց դրանք չէին գտնվում Միացյալ Նահանգների ենթակայության տակ, զարգանում էին այդ պետությունները եւ տեսակ ինչ դարձան։ Եվ խորհրդային միություն արևելյան Եվրոպայի վրա իր ազդեցությամբ եւ Չինաստան այս նույն ձևով աշխարհը բաժանած չէր։ Բա ինչը խանգարեց։ Բա ոնց եղավ, որ այդ կայունությունը չստացվեց։ Բա նորմալ յոլա գնայիք։ Դուայթ Էյզենհաուերը, Ամերիկայի Միացյալ Նահանգների 34-րդ նախագահ, ասուց կրակ էիք ուզում։ Հետ էր քաշվել, ասպես զբաղվում ենք մեր մեկուսացման քաղաքականություն ենք վարում։ Էլ ինչ էիք ուզում դրանից։ Բանակի գեներալ Էյզենհաուերը, որը անգլո-ամերիկյան զորքերի հրամանատարն էր Նորմանդիայում 44 թվականի հունիսի 6-ին, որ մտանք այդ Էյզենհաուերը չէր։ Բա ինչ էիք բողոքում։ Բա մտակ Եգիպտոս։ Չմտակ, այսինքն ասեցիք եգիպտական ջրանցքը եգիպտացիներին։ Դա ձերն էր։ Դա ազդեցության գոտով բաժանած էր, Եգիպտոսն ընկել էր խորհրդային միությանը 56 թվին։ Մի հատ կարող եք ասել ինչ լոգիկայով։ Սուեզի ջրանցքը անգլիացիներն ու ֆրանսիացիները չէին տերը։ Պայմանագրի ժամկետը լրացել էր։ Բա այդ ինչի էր Եգիպտոսը արգելում, որ նաև Իսրայելը օգտվի տեղից։ Ինչն էր Իրանը որ։ Հա բայց կանգնեց ասես եգիպտական ջրանցքը եգիպտացին, այսինքն խլում են Ֆրանսիայից եւ Գերմանիայի, ներողություն, Մեծ Բրիտանիայից։ Նրանք է զորքերը մտցրեցին իրանց ապրանքին տիրություն անեն։ Իսրայելն է զորքը մտցրեց, որպեսզի տեր կանգնի, որպեսզի այդ կոմունիկացիաներից ինքն էլ օգտվի։ Բանջի խորհրդային միությունը խաղի կանոնները խախտեց ու զանգեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դուայթ Էյզենհաուերին, որն ասում էր հետ ենք քաշում, մեր պետությունով ենք զբաղվում։ Ու ասեց, եթե սրանց կարգի չհրավիրես, մտնում եմ պատերազմի մեջ, սկսում ենք երրորդ համաշխարհային պատերազմը։ Եվ Դուայթ Էյզենհաուերը պարտադրեց, որ ֆրանսիական Գերմանիա, Մեծ Բրիտանիայի զորքերը եւ Իսրայելը դուրս գան եւ եգիպտական ջրանցքից, այսինքն Սուեզի ջրանցքից հրաժարվեն։ Բա ինչի համար արեց խորհրդային միությունը։ Ինչի խաղի կանոնները խախտեց։ Այն դեպքում, երբ որ 56 թվականին, երբ որ իրանք Հունգարիայի ուզածը ինչ էր։ Հունգարիա 55 թվականին, երբ որ Վարշավայի պակտը ստեղծվեց,
Հունգարիան 56 թվականին ասեց այ ձեր ցավը տանեմ, ՄԱԿ-ին դիմեց ասեց ես չեմ ուզում մտնեմ Վարշավայի պակտի մեջ, ընդդեմ արևմուտյան երկրների, ընդդեմ ՆԱՏՕ-ի չեմ ուզում եմ ելնեմ անկախ պետություն եւ ուզում եմ ռազմական որևէ բլոկի մեջ չլնեմ։ Բայց ինչի ելնելով խորհրդային միությունը տանկերը կողեց ու ճխլեց մարդկանց, կանանց ու երեխաներին Բուդապեշտում, որովհետև նույն Դուայտենզենհաուերը կանգնեց եւ ասեց մենք չենք խառնվելու, դա ձեր տարածքն է, ձեր ազդեցության գոտին է։ Այսինքն Ամերիկան համաձայնվեց, որպեսի կուլ տա աշխարհի առաջ Եվրոպայի սրտում տանկերի տակ մարդկանց տրորեն, ինքը չխառնվեց, բայց դրանից աշխարհը ավելի անվտանգ դարձավ։ Բա տենց եղավ, որ արևելյան Եվրոպայի երկրները Ամերիկային ասում են ախպեր սենց չի լինի, երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտվել է, բայց իրար են կուտում։ Մի բան մտածեք, բա 75 թվականի Հելսինկի եզրափակիչ ակտը ինչից ծնվեց։ 1975 թվականի օգոստոսի 1-ին Եվրոպական անվտանգության համար, ասին եկեք երկրորդ աշխարհամարտից հետո գիծը քաշենք եւ ֆիքսենք դա։ 33 եվրոպական երկիր Ամերիկա, Կանադան, նրանք որպես երաշխավոր։ Ինչի եմ ասում, դա հանգեցրեց նրան, որ խորհրդային միությունը փլուզվեց, որտեղ չաշխատեց այդ ուժերների մեջ բաժանած աշխարհը, չաշխատեց, որովհետև գրած պատերազմության մրցավազք եւ Ռոնալդ Ռեյգանին հաջողվեց շատ գեղեցիկ ճկուն քաղաքականության արդյունքում հասնել դրան, որ խորհրդային միությունը կանգնեց փլուզման եզրին եւ իր փոխնախագահը հաջորդ ժամկետում դարձավ նախագահ եւ նրա օրոք փլուզվեց խորհրդային միությունը։ Սա է ժողովուրդ ջան։ Հիմա երբ որ ասում ենք Ռուսաստանը այսօր ցանկանում է, որ բևեռ աշխարհ լինի, ինքը այդ բևեռ լինել չի կարող, իր քաշը չի ներում։ Իր քաշը չի ներում, որ ինքը լինի բևեռ։ Իր երկրի հերը անիծել է արդեն։ Ունի միջուկային զենք, ոսկե չի էլ փորձարկել, չգիտի որ փորձարկի որտեղ կպայթի։ Չի լինում այդպես բևեռ։ Չինաստանը ինչքան էլ չցանկանանք, նա ի վիճակի է բևեռ դառնալ։ Որտե տեսնում եք ինչ ինտենսիվ է զարգանում նրա տնտեսությունը եւ տեսնում եք ինչ ինտենսիվ է նա ռազմական ծախսերն ավելացնում եւ մարտագլխիկներն ավելացնում, որ գգա կանցնի անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներին կարճ ժամանակում։ Ուզենք թե չուզենք նա ստիպում է հաշվի նստել դրա հետ։ Ավելի լավ է որպես գործընկեր հաշվի նստես, քան որպես թշնամի։ Ինչի է թշնամանում որ Եվրոպային դարձրու բևեռ, Եվրոպայով երկուսով երրորդին դարձրեք բևեռ։ Դուք չորոշեցիք Չինաստանին գործընկեր սարքեցիք, բայց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ո՞նց եղավ, որ Չինաստանը դարձավ գործընկեր, որտեղ Ճապոնիայի դեմ պատերազմի հետ կապված ձեր գործընկերն էր։ Իրար հետ էիք այդ ամեն ինչ անում։ Հիմա ես ինչի համար ասացի, որտեղ այն ինչ որ հիմա ասում է Լավրովը, դա չի աշխատելու։ Կյանքը ցույց կտա, որ չի աշխատելու։ Եվ վստահ եմ, որ ով էլ որ գա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, դինի դա հանրապետականներ թե դեմոկրատներ, երկու կողմն է գիծը քաշելու առաջ գնա, անցյալի սխալները մի կողմա դնելու առաջ գնա։ Ով էլ լինի առաջինը մտածել է Ռուսաստանին պատժելու մասին։ Ինչ վիճակ ուզում է լինի, ինչ փաստաթուղթ ուզում է ստորագրած լինի, որտեվ ինքը այլևս չի փրկի Ամերիկայի դեմքը, որտեվ տեսնենք Պուտինը ինչ է ասում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, արևմուտքում հայտնվել են խելացի մարդիկ, ովքեր Կիևին խորհուրդ են տալիս ընդունել խաղաղ կարգավորման պատշաճ պայմաններ։ Ուկրաինայի ղեկավարությունը չի շտապում հակամարտությունն ավարտելու հարցում։ Եթե Կիևը չի ցանկանում գործն ավարտել խաղաղությամբ, մենք բոլոր հարցերը կլուծենք ռազմական ճանապարհով։ Խնդրեմ։ Ինչ հարց ես լուծելու ռազմական ճանապարհով։ Քո երկրի տնտեսության վիճակը տեսնում ես։ Ինչն ես լուծելու ռազմական ճանապարհով։ Ու Դոնբասը տվեք ու վերջ, դա ինձ համար կարմիր գիծ է։ Այ սրա դեպը պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը առնի, որպեսզի աշխարհում գոնե փորձեն կայունության ճանապարհով գնալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուղևորվել է Ֆլորիդա, որտեղ վաղը նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ։ Իհարկե Նեթանյահուն լուրջ
խնդիրներ ունի, որպեսզի կարողանա Թրամփին համոզի ներողություն, Իրանի հարցը լուծելու հարցում։ Իհարկե ֆորմալ առումով ստացվում է, որ Գազայում խաղաղության հասնելու խնդիրն է կարևորվում, բայց դա այդքան էլ այդպես չի, մենակ Գազայի համար չի այս մի հանդիպումը, նաև մտահոգված է, որ եթե հանկարծ Իրանը շարունակի հետևողականորեն հարստացնել ուրանը, նա կարող է պրոբլեմ առաջացնի։ Եթե Թրամփի գլուխն էլ մի քիչ խառը եղավ, Իրանը շանսը կարող է բաց չթողի եւ ինքը հարվածներ հասցնի Իսրայելին, որովհետեւ Իսրայելը հանկարծակի հարվածներ հասցրել է Իրանին, լրիվ հիմքատվե, որ եթե բանակցության ընթացքում նա է հարված է, նույն ձևի առիթ կարող է նա օգտագործի։ Այնպես որ հիմա Իսրայելը վարչապետը ամեն ինչ անելու է, որ այս ընթացքում Թրամփին համոզի, որպեսի լուծի Իրանի խնդիրը։ Իհարկե Թրամփը այս պահին դեռ պատրաստ չի։ Շատ լուրջ փաստարկներ են անհրաժեշտ, որպեսի համոզեն։ Մեր պարագայում մենք բնական է պետք է որևէ կերպ չմտածենք, որ Իրանի հետ հարաբերությունները այնքան լավացնենք, որ փաստի առաջ կանգնենք։ Ես հասկանում եմ, այդ չափից շատ լավացնելը վախեցած են, որ հանկարծ Իրանը կատեգորիկ դեմ չլինի Թրամփի ուղու հարցում, բայց դա այդպես չի, որ եթե Իրան համոզեցիր, որ ինքը դեմ չլինի, նա դա մտքից անելու է։ Դրա համար ինքը եթե գտնում է, որ Ամերիկան դեռ չի բացառում, որ իրան կարող է հարվածի, դա մեզ համար խնդիր է ալնելու, որ մտածենք անվտանգ այդ ճանապարհը հնարավոր է շահագործել։ Այնուամենայնիվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Իսրայելի հետ էլ նորմալ հարաբերություն ունենք, չնայած դա այդ պահը մենք ժամանակին բաց ենք թողել, բայց դա չի նշանակում, որ եթե բաց ենք թողել, այս ընթացքում է դատապարտել ենք, հնարավորություն չկա կարգավորելու։ Բայց եւ միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ այդ բոլոր երկրները ինչքան խնդիրներ ունեն։ Հիմա էլ չքցվենք նրա գիրկը, մի հատ էլ նրա գիրկը քցվենք։ Ժորժ, պարզապես կարելի է շատ ակտիվ ձևով բոլորի հետ աշխատել, անհրաժեշտության դեպքում պահպանել ակտիվ չեզոքություն։ Բացարձակ կարևոր պետք չէ էլի բանի բալանսավորված քաղաքականության առումով ստեյց այնտեղ թրջկոտել։ Եվ այսպես մի բան էլ ասեմ, շատ ալնում, որ պարբերաբար խոսել ենք նրա մասին, որ տեսեք, ասում ենք, ես գտնում եմ, որ 20 տարուց ավել խոսել ենք, որ Հայաստանի ապագան պետք է լինի Եվրամիությունը, եւ այդ պարագայում հիմա խոսքագնում, որ տեսեք Նիկոլ Փաշինյանը ինքը օրենքը ընդունվեց իր օրոք, տեսեք ինքը մեզ տանում է Եվրոպա։ Ես ասում եմ, ես չեմ հավատում, ինքը Եվրոպա չի տանում։ Հիմնավորում եմ, որ դա այդպես չի, Ռուսաստանի հետ ավելի է հարաբերությունը խորացնում։ Բայց հիմա պատկերացնենք, ես ասում եմ, որ պետք է քաղաքական հայտ ներկայացնելով մտնել խորհրդարան, պայքարել այս ամեն ինչի համար եւ համառորեն պայքարել, որ Հայաստանի ապագան Եվրամիությունն է։ Պատկերացրեք, ես էլ մտածում եմ այս սազանդարների նման ու մտածում եմ, ասում, դե եթե Նիկոլ Փաշինյանը մեզ Եվրոպա է տանում, ես 20 տարուց ավել այդ մասին եմ խոսել։ Ինչն է ինձ խանգարում, որ մի սազել ես վերցնեմ, կամ եմ ասեմ, վերջապես կատարվեց իմ երազանքը, հիմա ով որ տանում է մեզ դեպի Եվրոպա, ես էլ նրան սատարում եմ։ Ինչ է խանգարում, որ։ Այդ չեն հիմա մեծ ձեզ բացատրում։ Եթե մենք պետք է մտածենք, ուժ ստեղծենք, չարչարվենք, այս անենք, այն անենք, մի հատ էլ դիմում գրեի, ասի, իջև ես դա հիմա ասում, շուտ չեմ ասում, որտեվ արդեն իրանց դիմումներն ավարտվել է, հանկարծ որևէ մեկի մտքով չի անցնի, որ ես դրանով ինչ-որ բան եմ ակնարկում կամ ինչ-որ ակնկալիք ունեմ, ավարտվել է իրանց մոտ, ցուցակագրվել է։ Բա հարց եմ տալիս, 1.5 միլիոն դրամ մարդիկ տալիս էին, մտնում էին ցուցակ, 1.5 միլիոն դրամը պատգամավորի համար մեծ թիվ է, ուրիշների դեպքում կարող է։ Եթե պատգամավորի դա մի ամսվա երկու ամսվա աշխատավարձն է, իսկ եթե հաշվենք պարգևավճարներով, գործուղման ծախսերով մի ամսվա աշխատավարձ է, լա չեմ հաշվում, ես վերջի ստացած 3 միլիոնը, դա ինչ-որ մի լուրջ թիվ է, կարելի է, չէ՞ դա անելու մտնել, եւ ասել գալիս ենք, իսկ Նիկոլ Փաշինյանը սիրում է, չէ՞ դավաճաններին։ Չնայած ոչ մեկին չէի դավաճանելու, որտեղ ես ում ձայնն եմ ստացել, որ ես իմ սկզբունքը պետք է դավաճանեի, չէ՞։ Դրոշակ սարքեր կասեք, տեսեք, առավոտից իրիկու քննադատում են, եկել են միանում են մեզ, այ մի հատ սենց, տեսեք ինչ ձևի կներկայացներ, առոք-փառոք կարելի էր պատգամավոր լինել իշխանական ցուցակով, լավ էլ ապրել, տեսել եք իրանք ոնց են ապրում, եւ ինչ,
բարեկամ մարդկանց էլ ասել մենք ես ձեզ հիմա կօգնեմ, ոչ թե դուք ինձ։ Բայց չգտնվեց մի բարեկամ, այսի նկատի չունեմ միայն բիոլոգիական բարեկամ, մի բարի կամեցող, որ ինձ ասեր, լավ էլի դու էլ մտի մի բանով էլ դու մեզ պետք կգաս, տենում ես ոնց են ապրում։ Չգտնվեց տենց մի մարդ, որովհետև բոլորը հասկացան, որ ես դա չեմ անի ու դա չի կարելի անել։ Ես դա ասում եմ նրա համար, որ իմանաք ժողովուրդ ջան, դուք նայում եք, տեսնում եք, որ երեխային անգամ կարող է երեխայի հիշատակը մոռանալ, ուրանալ, գնալ Փաշինյանի ոտերն ընկնել, բայց ես ինձ թույլ չեմ տա նրա երեխայի համար անունի համար չպայքարեմ ու արդարանամ, քանի որ նրա ծնողը հետա ինչի որևէ մեկի անբարոյականությունը արդարացնում է իր անբարոյականություն, հա։ Այսինքն ինձ պատճառ է պետք ման գալ դա անելու համար, մանեմ գալի թե ու վրա գցե։ Ոչ ժողովուրդ ջան, ես ասացի նրա համար։ Կարող ենք չարչարվել, տանջվել, մեր սկզբունքի համար գնալ, կստացվի, չի ստացվի, կանենք, չարչարվենք, ռեսուրս կճարենք, կդնենք, որ գնանք մեր գաղափարները կյանքի կոչենք, այլ ոչ թե մտածենք գնանք միտեղից 1.5 միլիոն դրամ մուծենք, գնանք իշխանական ցուցակ մտնենք, ասենք դե ժողովուրդ ջան, մեզ տանում է Եվրոպա, բա ինչի պետք է չպաշտպանենք, որ չի կարող իմ կարգի մարդը դա անել, ոչ միայն, այլ ինձ հավատացող ոչ մի մարդ չգտնվեց, որ ինձ ասեց, բայց ինչի է ուղղությամբ։ Տեսնում եք ցուցակի համար ոնց են իրանց կոտորում։ Տեսնում եք ինչքան մարդ է իրան կոտորում մի քանի կոպեկի համար, որ Փաշինյանից ստանա, արդարացնում է Փաշինյանի ցանկացած արածը։ Ու տեսնում եք ոնց է Փաշինյանը ցույց տալիս այդ մարդիկ ովքեր կատաղի քննադատում են այսօր իրա կողքին են ոնց է դրոշակ սարքում գովազդում շտապեք տեղերը սահմանափակ են դավաճանների մրցույթը հայտարարված է հասկացաք ինչի համար եմ ասում դրա համար եթե որևէ մեկի մտքով անցնում է որ հանկարծ ինձ ասի ինչա падգամավորի մանդատի համար եք պայքարում ձեզ մանդատա պետք ես ձեզ բացատրեցի որ մանդատ պետք կլներ մի հատ սաս առնելն ու գնալ Փաշինյանի սազանդարների թիմին միանալու համար բացարձակ խնդրեմ չկար հասկացաք նույնիսկ որ մարդու դիմացինին պետքա հասկանալ ու գնահատել այդ ձևով որ հասկանալ որ ուզում ենք անել այն ինչ որ բխում է մեր պետության շահերից պայքարենք տանջվենք ներվեր ծախսենք ռեսուրս ծախսենք ֆինանս ծախսենք այլ ոչ թե գնանք հանգիստ ձևով բացատրենք որ սա է ճիշտը իսկ թվում է դուք ինձ շատ լավ հասկացաք դե ինչ այսօր այսքանը եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին սեղմեք զանգակ կոճակը գրեք մեկնաբանություններ գրեք հարցեր դիտեք եւ դատեք ինքներդ շնորհակալություն